իմ ետևում վրացական 16/3 հասցեի նորակառույց շենքն է։ Այստեղ եկել եմ բնակիչների ահազանգով ու թե ինչի համար եմ եկել այստեղ, կտեսնեք հաջորդիվ։ Այս շենքը շահագործման է հանձնվել վերջերս եւ մայիսի 1-ից նոր բնակիչները տեղափոխվում են արդեն այստեղ։ Շենքը առանձնացված է փողոցից եւ ընդհանրապես հարևաններից երկաթե ցանկապատով, այսպեսի գեղեցիկ ցանկապատով, սակայն շենքի ձախ կողմից տեսնում ենք այսպեսի պատկեր։ Հիմա տեսեք։ Ուրեմն սա պոլիտեխնիկի մասնաշենքն է, այսպես ասեմ։ Սա այս շենքն է եւ այս ցանկապատով ըստ բնակիչների վերջի 2-3 ամսում են այս ցանկապատը, 2-3 ամիս առաջ են այս ցանկապատը շարել եւ թե ինչ նպատակով Աստված գիտի մեկ էլ իրենք։ Ուրեմն ես հիմա շենքի ներսի հատվածից ցույց կտամ այս ցանկապատը, տեսնեք թե ինչքան մոտ է կառուցվել է ցանկապատը շենքին։ Տեսեք, ուրեմն ներսի կողմից էլի երկաթե ցանկապատ է, որով առանձնացված է եղել ուրեմն շենքը կողքի տարածքից, բայց բերել են ցանկապատի մյուս կողմը մի հատ էլ ցանկապատ են շարել անհասկանալի պատճառով եւ բացի այն, որ ցանկապատը էսթետիկ առումով, ճարտարապետական առումով չի համընկնում, չի համապատասխանում այս շենքի նորակառույցին, ինքը նաեւ վտանգավոր է այս սրա համար, տեսեք ուրեմն ցանկապատը եւ բարձր եւ շատ մոտ կառուցվածակ բնակիչների ուրեմն անմիջապես բալկոնների տակ եւ պատկերացնում եք թե ինչ կարող լինի անվտանգության համար եմ ասում այս դեպքում, ես մամ մյուս կողմից է ցույց տամ։ Տեսեք, այստեղ ամբողջությամբ անհասկանալի ձևով բարձր պատ են կառուցել։ Այստեղ նախ ընդհանրապես պետք չէր պատ կառուցել։ Սա ինչա, չինական պատն է, թե իրանցի պատն է, որ ասենց պատով առանձնացրել եք ձեզ այս շենքից։ Եվ սա էլ այդ վտանգի մասին, որ ասում եմ, մյուս կողմը, տեսեք, թե ինչքան մոտ է բալկոնին, բալկոնի անմիջապես տակը։ Եվ այդ բալկոնին եւ այսրան, տեսեք։ Գեղեցիկ, ուրեմն այստեղ կառուցված ա եղել, ու հիմա էլ կա կառուցված էս երկաթե ցանկապատը ծառերով նաեւ, ինչպես տեսնում եք, բայց մարդիկ բերել են մի հատ էլ պատ են բարձրացրել, անհասկանալի պատ է ինչ-որ։ Հիմա բնակիչները բողոքում են այս պատի գոյության համար։ Նրանք որ շենքի նախագիծը տեսել են, պատ չի եղել եւ պատի իմաստ էլ չկա, ճիշտն ասած։ Այս տեսակ պատը երեսպատված չի եւ իսկ սա բարձում է, որ հենց այնպես չի, որ բացում փակվում է, սա դարպաս է, սա դուռ է եղել, որտեղով պետքա անցնեին շտապօգնության եւ պարտակակ իրավիճակների մեքենաները, բայց ինչպես տեսնում եք, բերել պատով փակել են։ Հիմա ինձ կասեք, այս մեքենաները որտեղով են անցնելու։ Ոստեղով։ Շենքը մեծ շենք է, ունի 470 բնակարան, 470 ընտանիք է այստեղ ապրելու, եւ ես էլ բակի կողմից նկարեմ, տեսեք, որ այսպես անջորնի վիճակ։ Եվ այսպես բնակիչների մոտ հարց է առաջացել, ինչ նպատակով է կառուցվել այդ պատը, եւ մարդիկ պահանջում են այդ պատի ապա մոնտաժումը։ Քաղաքային իշխանություններ, ոնց հասկանում եմ դուք տեղյակ եք այս պատից, դժվար առանց ձեր տեղեկության այսպիսի պատ շարվեր, սխալ որոշում եք կայացրել
Այնպես որ վերանայեք ձեր որոշումը, բնակիչները բողոքում են, դժգոհում են պատի գոյության համար, ասեցի, եւ տեսքի եւ անվտանգության առումով պատը չի համապատասխանում այս շենքին եւ պատի կարիքը բացարձակ չկա։ Ուրեմն ավելացնեմ, որ ըստ բնակիչների պատմելու պատը շարելու ընթացքում բնակիչները աղմուկ են բարձրացրել, անհամաձայնություն են հայտնել պատի շարելու հետ կապված եւ 3 օրվա ընթացքում բերել ինչ-որ շինթույլտվություն են ցույց տվել բնակիչներին։ Այստեղ, չգիտեմ, իմ կարծիքով ապօրինություն կա, սա պետքա մի հատ ուսումնասիրվի։